Ողջույն բոլորին, հարգելիներս, այսօր պետք է իշխանը պատրաստենք մի շատ հետաքրքիր ձևով։ Այս տարբերակով շատ քչերը գիտեն պատրաստելու ձևը։ Այսպես պատրաստել են մուշի ժողովուրդը, բանջարեղենով ու խաղողի տերևով իշխան։ Դե պատրաստենք։ Ունենք մեկ հատ խոշոր սիգա, վերցրել եմ լոլիկներ, կծու պղպեղ, դուք կարող եք քաղցրը վերցնել, գլուխ սող, մեկ սմբուկ, մի քիչ կարտոֆիլ, կարագ և ամենակարևորը խաղողի ճյուղեր, կանաչ ճյուղեր և տերևներ։ Ձուկը մենք պետք է ջեռոցում եփենք։ Խաղողի կանաչ ճյուղերը դնում ենք հատակին, այսպես։ Այսպես տեղավորելուց հետո մենք կարտոֆիլն ենք տեղավորում։ Մեծ կարտոֆիլները երկու մասի ենք բաժանում։ Կարտոֆիլները համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, սոխը կտրատում ենք կլոր, բայց ոչ շատ բարակ։ Կարտոֆիլի վրա տեղավորում ենք սոխերը։ Այնուհետև սմբուկը կտրատում ենք։ Սմբուկներն էլ ենք տեղավորում։ Տեղավորում եմ նաև երկու կծու պղպեղ կտրվածքով բացանում, որ կծույությունը դուրս գա։ Ձուկը բաժանում եմ մասերի։ Ձուկը համեմում եմ աղով, կարմիր պղպեղով։ Համեմված ձկան մեջ տեղադրում եմ կարագ և խաղողի տերևներ, նայեք տեսեք, խաղողի տերև, մատղաշ տերևներն են, այսպես, այսպես ասեմ, համեմի, թարխունի և այն կանաչիների փոխարեն տեղադրում ենք խաղողի տերևը, այսպես, այս պահին լոլիկներն եմ կտրատում, լոլիկները տեղավորեցի, բանջարեղենի վրա մի փոքր կարագ ենք դնում և բանջարեղենը աղով համեմում եմ, ծածկում ենք խաղողի տերևներով։ Տակե կեսը ջուր եմ լցնում, իսկ մյուս կեսը ես լցնում եմ գարե ջուր։ Ինձ մոտ այսօր Գյումրի գարե ջուրը։ Այսինքն մեկը մեկին և այս ջուրը լցնում եմ ձկան ու բանջարեղենի վրա։ Լցնեմ այնքան, որ մի քիչ ջուրը տեսնեմ ես։ Փակում ենք փայլաթղթով և տեղափոխում ենք նախորդ տաքացած ջեռոց։ Ահա, խնդրեմ, ջեռոցից հանեցի։ Տերևները հեռացնում եմ։ Ահա, խնդրեմ, պատրաստ է։ Դե ինչ հարգելիներս, այս ճաշատեսակն էլ պատրաստեցինք։ Ինձ հասած տեղեկություններով մուշում սա պատրաստել են կարմրախայտով, բայց այնտեղ գարեջուր չեն ավելացրել, գարեջուրը ես եմ ավելացնում։ Շատ հետաքրքիր, շատ համեղ,
նուրբ թթվաշ համը տված, այլևս էլ լիմոնի կամ ուրիշ թթու ոչինչ ավելացնել հարկավոր չի։ Շատ համեղ է։ Դե ինչ, պատրաստեք և թող անուշ լինի։